Եթերում Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության Զինուշ հեռուստածրագրի կիրակնօրյա թողարկումն է։ Բարև ձեզ։ Օրերը զինված ուժերի խաղաղապահ բրիգադում անցկացվեց ջրօրհնեքի արարողություն։ Մեր հեռուստածրագրի տեսախցիկն արձանագրել է արարողության առանցքային դրվագները։ Հայոց պատմության ընթացքում հայ ժողովրդի համար մեծ դեր են ունեցել ինչպես հայ առաքելական եկեղեցին, այնպես էլ հայոց բանակը։ Եվ այս երկու համակարգերի փոխգործակցության արդյունքում է, որ հայը պատմության քառուղիներում կարողացել է պահպանել թե հոգևոր եւ թե նյութական արժեքները, ինչպես նաեւ ազգային դիմագիծը։ Եվ նորանկախ հանրապետության բանակի կազմավորմանն ու զարգացմանը զուգահեռ ամրապնդվեց եւ մինչ օրս էլ զարգանում է պաշտպանական եւ հոգևոր ոլորտների միջև կապը։ Դրա վառապացույցն էլ տարեցտարի ավելի հաճախ կազմակերպվող միջոցառումներն են, որոնք նպաստում են ինչպես բանակ եկեղեցի կապի, այնպես էլ զինծառայողների շրջանում հոգևոր արժեքների ամրապնդմանը։ Եվ ահա օրերս զինված ուժերի խաղաղապահ բրիգադում անցկացվեց ջրօրհնետքի արարողություն։ Հոգևոր սպասավորը նախ զինծառայողներին բացատրեց արարողության իմաստը, նախապատմությունը եւ նշանակությունը։ Սա մի հրավեր է մարդկությանը, որ դեպի Աստված գնալու։ Այսինքն Աստված գնալու նաեւ ջրի միջոցով եւ ընդհանրապես հավատում եմ, որ օրհնությամբ ոչ միայն ջրի կառուցվածքն է փոխվում, այլև ինչպես աղոթքում նշվեց, դա ջուրը դառնում է թե մարմնավոր, թե հոգևոր բժշկության առիթ։ Իդեպ Զորամասի հրամանատար գնդապետ Արթուր Սիմոնյանն էլ կարգվեց խաչի կնքահայր, ինչը նշանակում է, որ այսուհետ նա զինծառայողների համար կլինի ոչ միայն որպես հրամանատար, այլև հոգևոր հովանավոր։ Արարողության վերջում էլ ջուրն օրհնվեց եւ մատուցվեց զինծառայողներին։ Հաշված օրեր են մնացել մինչ հունվարի 28-ը, այսինքն մինչ ազգային բանակի կազմավորման հոբելյանական տարեդարձը 20-ամյակը։ Բնականաբար գալիք շաբաթը հագեցած կլինի բազմաթիվ տոնական միջոցառումներով, որոնց ընթացքում ըստ արժանվույն կգնահատվի ազգային բանակի դերը թե Արցախյան ազատամարտում, թե մեր երկրի անվտանգության ապահովման գործում։ Բայց մինչ տոնական միջոցառումների մեկնարկը մեր քաղաքացիներն արդեն իսկ տալիս են իրենց գնահատականները։ Ազգային բանակը 20 տարեկան է։ Իր կայացման ճանապարհին նա բազում խոչընդոտներ ունեցավ, սակայն հայ ժողովրդի ցուցաբերած հզոր կամքի շնորհիվ տարածաշրջանում ամենամարտունակ բանակն ունենք։ Ժամանակի մեծ զորականներից մեկն է ասել. իրեն հարգող յուրաքանչյուր ազգ պետք է տիրապետի նաև ինքնապաշտպանության արվեստին։ Սա կարծես ինքնատիպ մի խրատ է հայերիս համար։ Երբևէ նվաճող չեղանք, եթե հարձակվեցինք, ապա ազատագրելու, եթե սպանեցինք, ապա մեր հանդեպ իրագործված չարության դիմաց վրեժխնդիր լինելու համար։ Կուզենայի խաղաղություն լիներ ընդհանրապես ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհում։ Դրա համար խաղաղությունը դա ամենակարևոր բանն է, որ մարդկությունը ուզում է լինի։ Պատմության քառուղիներում դժվարին ճանապարհներ ունեցանք։ Ամեն ինչ հեշտ չտրվեց։ Դարեր շարունակ զրկվեցինք ինքնուրույնությունից, հետո կարծես պետականություն ունեցանք, բայց սեփական բանակ ստեղծել չթողեցին։ Ազգովի գիտակցեցինք, որ մեզ բանակ է պետք։ Բանակի ստեղծման հետ կարծես մեր իսկ ձեռքով սեփական պետականության ողնաշարը ստեղծեցինք ու օրստորե ամրացրինք։ Հայտնի է, որ ամուր ողնաշարի վրա առողջ օրգանիզմ է հիմնված։ Մարմնականի հետ հոգևորը չկորցրեցինք ու միշտ հիշեցինք, որ աշխարհում առաջին քրիստոնյա ազգն ենք։ Եվ եթե եկեղեցին ապահովում է պետականության հոգևոր կենսակերպը, բանակն էլ ապահովում է ֆիզիկական գոյությունը։ Եվ դա ասված, որ բանակը լինի հարատև, այնպես ինչպես հայությունն է հարատև, եւ մեր հայկական պետականությունը լինի այնքան հարատև, որքան այս դիեզերքն է հարատև։ Կռիվներում ու ազատագրական պայքարում այրերի հետ ուսուսի տված մարտնչեցին նաև կանայք, ուստի զարմանալ պետք չէ փողոցում զինվորականի հագուստով կանանց ու աղջիկներին տեսնելիս։ Նրանք իրենց փառավոր նախնիների արժանավոր հետնորդներն են։ Խաղաղությունը թող չպակասի մեր երկրում եւ զինվորները լինեն այնքան պատրաստված, առույգ եւ զգոն, որ կարողանան այսպես միշտ պաշտպանել մեր սահմանները, որ մեր ժողովուրդը կարողանա խաղաղ երկնքի տակ ապրել։ Այս ինքնավստահությունը պատահական չէ, այլ փառավոր մարտական ուղու փաստացի գոյության արգասիկ։ Այս հանգամանքը չէր կարող հետք չթողնել նաև հայ ժողովրդի մշակույթի վրա։
Ավելի շուտ մենք պիտի ամեն ինչ անենք, որովհետեւ մեր բանակը միշտ ոգեշնչված լինի։ Ունենալով հզոր բանակ, մենք հանգիստ կարող ենք ապրել այս երկրի տակ։ Եվ մեր մեծերը միշտ սեղանստերից զենքի կենացն են խմել։ Այսինքն բանակի հզորության կենացն են խմել։ Սիրելի զինվորներ, ես ձեզ շնորհավորում եմ ոչ միայն զինվորներին, նաև սպաներին, բոլորին, ովքեր որ մեր հայրենիքի պաշտպանության համար ամեն ինչ անում են, ամեն ինչ։ Մեր խոնարհումը ձեզ, այ բոլոր ուսանողները երբեմն երբ որ գնում են իրենք բանակ, լինում է որ երկրորդ կուրսից, առաջի կուրսից, լինում են որ չորրորդ կուրսից հետո ավարտելուց հետո, ասեմ որ ոչ մեկի դժգոհությունը ես չեմ լսել։ Ուրեմն ինչ որ բան նշանակում է, ուրեմն մենք սերունդ ունենք, որը հայրենասեր է։ Մենք սերունդ ունենք, որ ինքը գիտակցում է, որ հայրենիքի պաշտպանությունը ամենակարևորներից մեկն է։ Բանակը շատ է փոխում մարդուն, ու կարծում եմ, որ այդ փոփոխությունը շատ դրական է։ Անձամբ ես ծառայել եմ եւ կարծում եմ, որ ինձ շատ օգնեց, որպեսզի հասկանամ, գնահատեմ այն արժեքները, ինչ ես ունեմ։ Այն ինչ մենք ունենք ինձ արդեն գոհացնում է, բայց չեմ ուզում բավարարվել դրանով, ես կարծում եմ, որ մենք ունենք լավ բանակ, մենք ունենք լավ զինվորներ, կուզենամ, որ մեր յուրաքանչյուր երիտասարդ բանակը ծառայությունը ոչ թե համարի պարտականություն, այլ նվիրումով լինի, այսինքն չլինի ոչ մի բան ստիպողաբար, նա ցանկություն հայտնի ծառայելու։ Ի վերջո ծառայության մեջ ես կարծում եմ յուրաքանչյուր բնակավարում, նաև դա էլ է բնակավար, դժվարություններ կան։ Կուզենամ, որ այդ դժվարությունները մենք կամքով հաղթենք ու ուժեղ լինենք, կարողանանք այդ խնդիրները հեշտ հաղթենք։ Այսօրվա բանակը ստեղծվեց ու թրծվեց Արցախյան ազատամարտում, շնորհիվ բազմաթիվ նվիրյալ հայորդիների, ովքեր ճակատ մեկնելուց հավատում էին, որ հայի հավաքականությունը կհաղթի։ Հայ ժողովրդի մեջ կա մի հատ քաղցր բան, ինքը շատ կսիրի, ազգը, հայրենիքը, ջուրը, ինչ նեղության մեջ էլ եղնի, ինչ տարապանքի մեջ էլ եղնի, ինքը հայրենիք սիրող ժողովուրդ է։ Այդ որ համար էլ մենք գնացինք ու մենք հավատայինք, բանակին էլ եմ հավատացել, մեր հզորացման էլ եմ հավատացել, երկրաշարժից հետո մարդիկը մտածեն, էլ կյանք չկա, բայց ես գնացի որ կյանքը շարունակվի, այդ կյանքը իմ մեջս կերար։ Պատերազմի ժամանակ ջոկատներով կրվի համախմբան, մեծ պայքար, մեծ հաղթանակ, համախմբան բանակ ստեղծվավ, տարբեր ջոկատներից տղեկ կային, հավաքման եղան մեկ բանակ։ Այդ միասնությունն էր, որ ստիպեց թշնամուն հաշվի նստել մեզ հետ ու հասկանալ, որ այսօր իր դեմ տարածաշրջանի ամենափորձված ու մարտունակ բանակն է կանգնած։ Ազգային բանակի 20-ամյակին ընթառաջ Զինուշ հեռուստածրագիրը շարունակում է ներկայացնել զինված ուժերի կազմավորման ակունքներում կանգնած ազատամարտիկներին։ Նրանցից մեկն էլ Վարդան Հովհաննիսյանն է, ով սպարապետ Վազգեն Սարգսյանի կոչով անդամագրվեց մահապարտների գումարտակին եւ իր կյանքը նվիրաբերեց հայրենիքին։ Արցախյան շարժման բռնկվելուն պես ողջ հայ ժողովուրդը ոտքի կանգնեց պաշտպանելու հայրենիքի վտանգված սահմանները։ Շարժմանը ներգրավվեցին նաև բարձրագույն ուսումնական հաստատությունները։ Բազմաթիվ ուսանողներ, թողնելով իրենց ուսումը, մեկնեցին Արցախ։ Նրանցից մեկն էլ Վարդան Հովհաննիսյանն էր, ով այդ ժամանակ ԵՊՀ-ի տնտեսական կիբեռնետիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող էր։ Դպրոցն ավարտելուց հետո Վարդանի նպատակը ռազմական կրթություն ստանալն էր, սակայն ֆիզիկայի, մաթեմատիկայի գերազանց իմացությունը նրան տարավ այլ ճանապարհով։ Շարժման հենց սկզբից սկսվեցին Վարդանի անհանգիստ որոնումներով լի օրերը, անընդհատ փնտրտուքի մեջ էր, ինչպես հասնի ճակատ, ինչպես գնա Արցախ։ Մի շարք կամավորական ջոկատներում անդամագրվելու Վարդանի փորձերն ապարդյուն անցան, ուսանող լինելու հանգամանքը խանգարում էր։ Սակայն 1992 թվականի օգոստոսի 15-ին Վազգեն Սարգսյանի մահապարտներ հավաքագրելու կոչը կարծես վերջ դրեց Վարդանի մտատանջումներին։ Նրա ուշադրության կենտրոնում միայն ռազմական պարապմունքներն էին։ Նրան մտատանջողը Արցախ հասնելու անասելի ձգտումը։ Ու եթե անգամ հայրն էլ նրա առաջ կանգներ, միևնույն է, պիտի գնար, եռաբլուրում երթում էր տվել։ Օգոստոսի 30-ի գիշերը նա դուրս եկավ, ասելով, թե զինավարժության է գնում։ Հաջորդ առավոտյան մի պատահական զանգի միջոցով միայն ծնողներն իմացան, որ իրենց որդին արդեն Արցախում է։ Գնալիս միայն եղբորն էր տեղյակ պահել, ծնողներին վշտացնել չէր ցանկացել։ Հրամանատարները հիշում են Խելամիտ Արտաքինով ուսանողին, ով իր 20 տարիներից անհամեմատ ավելի ջահել էր թվացել։ Նրանք չեն ցանկացել Վարդանին Արցախ տանել, բայց նա այնքան է համառել,
Զինավարժությունների 10 օրերի ընթացքում այնքան լավ է յուրացրել գնդացրորդի մասնագիտությունը, որ չեն կարողացել մերժել։ Վարդանը արծիվ մահապարտներ գումարտակի 5-րդ դասակի գնդացրորդը մարտնչեց, հաղթեց։ Իսկ 1992 թվականի սեպտեմբերի 11-ին Վաղոհասի բարձունքն ազատագրելիս ընկավ հերոսի մահով։ Նրա մահվանից 20 տարի անցել, հունվարի 18-ին նրա հարազատները, մարտական ընկերները եւ ուղակի նրան ճանաչողները հավաքվել էին այն դպրոցում, որտեղ սովորել է Վարդանը։ Դպրոցի տնօրինությունն իր հերոս շրջանավարտի ծննդյան 40-ամյակի կապակցությամբ կազմակերպել էր ռազմահայրենասիրական միջոցառում, որի ընթացքում ներկայացվեցին Վարդանի կենսագրությունը, նրա անցած մարտական ուղին։ Դպրոցի աշակերտների, ինչպես նաև Պաշտպանության նախարարության սպայի տան զորական երգի համույթի ռազմահայրենասիրական կատարումներն էլ առավել ոգևորեցին ներկաներին։ Նմանաբնույթ միջոցառումները անշուշտ փաստում են, որ այսօրվա սերունդը ոչ միայն չի մոռացել իր հերոսներին, այլև պատրաստ է հարկ եղած դեպքում շարունակել նրանց կիսատ թողած գործը։ Շարունակում ենք թողարկումը։ Հունվարի 19-ին լրացավ Արցախյան ազատագրական շարժման նվիրյալներից մեկի Վիգեն Շիրինյանի մահվան տարելիցը։ Հասարակական, քաղաքական եւ ռազմական փայլուն մի գործիչ, ով դեռևս 1980-ական թվականների կեսերին ձեռնամուխ էր եղել Արցախը մայր հայրենիքին միացնելու գործին։ Հայրենանվեր տղամարդ էր, ազգասեր, իր երկրի համար առանց վարանելու մարտական պայքարի դուրս եկած տղամարդ էր։ Նա նաև ուսուցիչ էր այլոց համար։ Փոքր, իրենից հասակով ավելի փոքրերի համար ուսուցիչ էր։ Նա շատ լուրջ ու վտանգավոր առաջադրանքներ էր կատարում։ Այդ ամենը պետք է ունենա մարդ, որ իր թիկունքում ունենալով ընտանիք, այնուամենայնիվ ունենա քաջության եւ համարձակության բավականին լուրջ պաշար։ Վիգեն Շիրինյանը Արցախյան ազատագրական շարժման առաջնորդներից էր։ Դեռևս 1984 թվականին իր ծննդավայր Մարտակերտում նա հիմնադրեց ազատագրական շարժման ընդհատակյա կազմակերպություն։ Ծավալեց ազգային գաղափարախոսություն, հանրությանը նախապատրաստելով Հայաստանի Հանրապետության հետ միացմանը։ Վիգենը դեռ ուսանող ժամանակ, հետի եղել է 67 թվին, 1967 թվին դեռ ուսանող ժամանակ իր մտախաղացությունն ա եղել, որ ինքը ստորագրություններ հավաքելով միանա Հայաստանը, Ղարաբաղը Հայաստանի հետ միանա։ Մենք Մարտակերտում էինք, ցույցեր էր գնում, ասենք, դե Ստեփանակերտում, Մարտակերտում արդեն շրջաններից գալիս էին, հավաքվում էին, ժողովներ էր անում։ Ժողովրդին անընդհատ հույս էր տալի, որ լավ կլինել ու մենք մեր նպատակին կհասնենք։ Բայց ինքը այդքան բանը չտեսավ։ Շատ ակտիվ նվիրված քրակոտ ազնվորություններ։ Հենց շարժման առաջին օրը Մարտակերտում էր, որ շատ մեծ բազմություն էր հավաքված ռայկոմի շենքի դիմաց, պահանջում էին իշխանություններից ճանապարհն ազատել, այդտեղ Վիգենին հանդիպեցինք եւ կազմակերպեցինք հետագա գործունեությունը, հետագա մեր Ստեփանակերտ հասնելու ճանապարհը։ Հետո ազգային գերագույն խորհրդի գործունեության ժամանակ բավականի մոտ էինք, միշտ հանդիպում էինք, այցելություններ էինք անում Ղարաբաղ, միասին աշխատում էինք։ 1987 թվականին Վիգեն Շիրինյանի գլխավորությամբ Մարտակերտի, ինչպես նաև հարակից շրջաններում կազմակերպվեցին ստորագրահավաքներ։ Գրեթե բոլոր հիմնարկ ձեռնարկություններում եւ ուսումնական հաստատություններում հրավիրվում էին ժողովներ։ Վիգեն Շիրինյանը ոչ միայն խելացի առաջնորդ էր, այլև ազգի նվիրյալ զավակ, ով գիտակցելով, որ իր բարձրացրած հարցը խաղաղ ճանապարհով չի լուծվելու, լծվեց ինքնապաշտպանական գործողություններ կազմակերպելու գործին, զենք զինամթերքի հայթայթում, ինքնապաշտպանական ջոկատների հիմնում, պաշտպանական կառույցների ստեղծում եւ այլն։ Ինքը, ասենք, Հայաստանից վերտալյոտներ պահանջել, գնացել են Էրքեչ, Մանաշիդ, Բուզլուղ, Շահումյան,
Բոլոր տեղերը ինքը մասնակցել է, նաև ասենք այդ բաների ժամանակ Ստեփանակերտի բանի այդ Շուշվա այդ բաների ժամանակ էլ ինքը մասնակցել, բայց ոչ ասենք այդ գրաման պահերը բան արդեն ինքը չի եղել, դաժե որ ասենք Քալբաջարի ճանապարհն էր անպայման ինքը ուզում որ տեսներ որ Քալբաջարի ճանապարհը ասենք բաց է, ինք Շուշին գրավենք Էլ ասես մենք անելու բան չունենք, էլի այդ երկու բանը, որ մենք մեր նպատակին հասնենք, մենք էլ անելիք չունենք։ Ուրեմն մենք կմիանանք Մայր Հայաստանի հետ եւ կհաղթենք։ Ադրբեջանի կողմից արցախցիների խաղաղ պահանջները հակադրվում էին բռնություններով, խաղաղ բնակավայրերի վրա հարձակումներով եւ ձերբակալություններով։ Նույնիսկ երկու անգամ ձերբակալվելուց հետո չսասանվեց Վիգենի մարտական ոգին։ Հակառակը նա կրկնակի եռանդով եւ վճռականությամբ ներգրավվեց զինված պայքարին եւ փաստացի համարվեց Մարտակերտի շրջանի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատարը։ Բոմբաուբեժիշա կա չէ մեր տանտակը, որ Վիգենը ասում է պետք չի որ երեխեքը գնան, դուք մնացեք ստե մեզ ոչինչ չի լինի։ Պետք չի խոչապի մատնվել բան։ Վիգենն ասում գոնե թող երեխեքը գնան, մենք կմնանք ստե տունը, ասում էր ոչ։ Մեզ ոչ մի բան չի լինի։ Եվ իսկապես մեզ ոչինչ չեղավ, բայց իրան եղավ, էլի։ Այդ ազգային արտադրական շարժման ժամանակ անկախության գաղափարին ամենանվիրված մարտիկներից լինելով բացի Մարտակերտի շրջանում ինքնապաշտպանության կազմակերպիչ էր, բավականին լավ ակտիվ կարողացավ կազմակերպել Մարտակերտի շրջանի ինքնապաշտպանությունը։ Հետագայում այդ գործունեության շնորհիվ է, որ կարողացավ ընտրվել Գերագույն խորհրդի պատգամավոր։ Վիգեն Շիրինյանը հասարակական, ռազմական եւ քաղաքական հիանալի գործիչ էր։ 1991 թվականին նա ընտրվեց Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր, Լեռնային Ղարաբաղի հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ։ Առաջին նստաշրջանում սկսեցինք բաժանվել պատգամավորներին Գերագույն խորհրդում, սկսեցինք բաժանել հանձնաժողովների մեջ։ Ինձ հետաքրքրեցին Վիգենի ելույթները Ղարաբաղի հետ կապված եւ զգացի նրա սատարումը այն որոշումներին, որ կապված էին զինված ուժեր ստեղծելու հետ։ Մենք մի քանի անգամ այդպիսի ելույթներ ունեցանք, առաջարկում էինք Գերագույն խորհրդին, որպեսզի որոշում կայացնի Հայաստանի Հանրապետությունում 1990 թվականին զինված ուժեր ստեղծելու մասին։ 1992 թվականի հունվարին Վիգեն Շահինյանը Ստեփանակերտում էր, հրավիրված էր մասնակցելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային ժողովի նստաշրջանին, որը ավաղ նրա համար վերջինը եղավ։ Հունվարի 19-ի կեսգիշերին Վիգենը զոհվեց Ստեփանակերտի հրթիռահրետակոծության արդյունքում։ Այս շաբաթ ավարտվեց Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Մովսես Գորգիսյանի 50-ամյակին նվիրված ուսանողական ցուցահանդեսը։ Իդեպ ցուցահանդեսին մասնակցում են Երևանի մի շարք ուսումնական հաստատությունների ուսանողներ։ Հունվարի 13-ից 18-ը Հայաստանի նկարիչների միությունում անցկացվեց ուսանողական ցուցահանդես։ Այն կազմակերպվել էր Մովսես Գորգիսյան հիմնադրամի նախաձեռնությամբ եւ նվիրված էր ազգային հերոսի ծննդյան 50-րդ տարեդարձին։ Տարեդարձ, որը լրացավ 2011 թվականի վերջին։ Ցուցահանդեսին մասնակցում էին Երևանի Գեղարվեստի Պետական ակադեմիայի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ուսանողները եւ Փանոս Թերնեմեզյանի անվան Պետական քոլեջի սաները։ Ներկայացված աշխատանքները հիմնականում պատկերում էին Մովսես Գորգիսյանին, ինչպես նաև նվիրված էին Արցախյան ազատամարտին։ Սա եղավ առիթ, որպեսզի ճանաչեն եւ վաղնել իրենց փոքրերին պատմեն, ասեն, ծանոթացնեն իրենց հերոսներին, շատ կարեւոր բան եմ տեսնում ես դրա մեջ, այդ դաստիարակչական։ Հունվարի 18-ին էլ տեղի ունեցավ ցուցահանդեսի փակման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ ժյուրիի կողմից ընտրված լավագույն աշխատանքների հեղինակներն արժանացան մրցանակների։ Հայ ժողովրդի ռազմական հարուստ ավանդույթները լավագույնս արտացոլված են նրա ռազմահայրենասիրական երգերում ու պարերում։ Երգեր ու պարեր, որոնցում վեր են հառնում հայ ժողովրդի անկոտրուն ոգին ու ուժը։ Եվ վերջերս մեր հյուրասրահում հյուրընկալված Գագիկ Գինոսյանը ներկայացրել է մեր հազարամյա պարարվեստում արտացոլված հենց այդ ոգին ու ուժը։ Նշենք նաև, որ Գագիկ Գինոսյանը Կարին ազգային երգի պարի համույթի գեղարվեստական ղեկավարն է։ Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, երբ 20 տարի առաջ Շուշիի ազատագրումից հետո ազատամարտիկները Քոչարի պարեցին,
դա հաղթական ոգու պորտկումներ։ Հաղթական ոգի, որ հայերը ժառանգել են դարերից։ Եվ այսօր մեր տաղավարում հյուրընկալվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, ազատամարտիկ, Կարին ավանդական երգի պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը։ Բարև ձեզ։ Դուք եւս մասնակցել եք Արցախյան ազատամարտին, եղել եք մեր նորագույն պատմության կերտման ակտիվ մասնակիցներից մեկը։ Հայ ժողովրդի համար որքանով էր կարևոր Արցախյան հաղթանակը։ Իրականում մենք կարծում եմ հառնեցինք որպես պետականություն Արցախյան հերոսամարտի շնորհիվ եւ փառք Աստծո ոնց որ թե մեր պատմագիրքը դեռ շատ էջեր ունի եւ շնորհիվ իհարկե նման հերոսների որպեսզի Քեին Լեոնիդ Ազգալյանը, Մոնթե Մելքոնյանը եւ շատ մեր տղաներ, որոնք իրենց կյանքով կերտեցին մեր այսօրը։ Նույնիսկ եթե մենք փաստաթղթով գրանցվել ենք որպես անկախ պետություն, այդ որոշման տակ կնիքը դրել է միանշանակ Արցախյան հաղթանակը։ Արցախյան պատերազմը եւ պատերազմում տարած հաղթանակը շատ կարևոր դեր ունեցան նաեւ ազգային բանակի կազմավորման գործում։ Այդ թոհուբոհում ծնվեց բանակը եւ 20 տարի արդեն ազգային բանակը հայ ժողովրդի անկախ պետականության երաշխավորն է։ Որքանով է կարևորում այսօր բանակի դերը մեր ապագա զարգացման եւ հետագայի ձեռքբերումների համար։ Կարծում եմ մեր նման ազգերի համար եւ մեր տարածաշրջանում իր առաքելությունը, իր կենսագրությունը կերտող ազգի համար ամենակարևորագույն խնդիրը հզոր, կայուն եւ գաղափարախոս բանակ ունենալն է։ Երբ որ մենք ոչ թե պետք է բանակը զինենք գաղափարախոսությամբ, այլ բանակ այնքան տոկուն, այնքան մարտունակ եւ իր մարտունակությամբ եւ իր ազգային գաղափարախոսությամբ ինքը պիտի զինի ժողովրդին։ Այսինքն կարծում եմ մեր պետականության համար, մեր տարածաշրջանում իր կենսագրությունը կերտող հայ ժողովրդի համար մեկ գերխնդիրը դա լուրջ, հզոր, կայացած բանակ ունենալն է։ Եվ այդ ճանապարհին կարծում եմ այս 20 տարիներին իրոք մեծ ձեռքբերումներ կան, չնայած որոշ բացթողումների, բայց պետք է ասել, որ բանակը կայացել է եւ դա ոչ մեկ կասկածի տակ դնել չի կարող։ Դուք նշեցիք գաղափարի մասին, որով պետք է հենց բանակը զինի հասարակությանը, դուք ստեղծեցիք Կարին ազգային ավանդական երգի պարի համույթը, որը իրականում կարելի է որպես գաղափար դիտել, որովհետև այդտեղ մեծ դեր ունի հենց հասարակությանը կրթել եւ դասիրակել, թեկուզ նաև ռազմարվեստի եւ ազգային պարերի այդ գաղափարով, որոնք մենք ունեցել ենք դարերի ընթացքում։ Կարին ավանդական երգի պարի խումբը ստեղծվել է 10 տարի առաջ մի առաքելությամբ վերադարձնել ժողովրդին այն, ինչ որ ցավոք սրտի վերջի ժամանակաշրջանում ժողովուրդը սկսել էր կորցնել, որովհետև Կոմիտասին պետք է այստեղ մեջ բերեմ, Կոմիտասն ասում էր այն, ինչ որ հնարավոր է տալ երիտասարդին մեկ պարի միջոցով, հնարավոր չէ անգամ 5 քարոզի միջոցով, որովհետև պարը միակ մշակույթն է, որտեղ մարմինն ու հոգին շատ ներդաշնակ են եւ հավասարազոր աշխատանքի լծված։ Այս առումով դա լավագույն միջոցն է սերունդ դաստիարակելու։ Այս պարագայում պետք է հատուկ շեշտել, որ ավելի շատ բացթողումները լրատվամիջոցներին է եւ այն գերատեսչություններին, որոնց առաքելությունն է դա կատարել։ Հայաստանում ցավոք սրտի երկար ժամանակ անկախ Հայաստանում բացակայում է ՀՀ քաղաքացու դաստիարակման process-ը։ Քաղաքացի հասկացողության, քաղաքացի ինստիտուտի վերաբերմունք չկա։ Պարի միջոցով կարողանում ես արտահայտել նաև ազգային գաղափարը եւ մեր դարերի ընթացքում մեր ժողովուրդը ունեցել է հենց այդ գաղափարը եւ պարերի մեջ երևում է միասնականությունը։ Չէ՞ կարծում որ կարևոր է նաև այս ուղղությունը։ Կես կատակ, կես լուրջ պետք է ասել, որ միակ բանը, որ հայը անում է միասին, դա պարելն է։ Եվ շուրջ պարերը այն գաղափարախոսությունն է, որ հայը ուսուսի տված էր պարում, որը համախմբվածության լավագույն խորհուրդն էր։ Գյովանդ բառը, որը գունդ բառն է, որը հետագայում նաև ռազմական միավոր է նշանակել, գունդը հենց դրա գաղափարն է համայնքի ավարտունության, այսինքն ամբողջը փակվում էր եւ թույլ չտալով նաեւ չար ուժը դրսի արտաքին թշնամին կարողանար ներթափանցել մեր համայնք, փակվում էր շրջանը եւ դրանով ընդգծվում ամբողջականությունը, միակամությունը։ Այն, որ հայ ժողովուրդը շատ լուրջ է վերաբերվել իր պարերին, արդեն կարող է մեր բառապաշարը, հայոց լեզուն ինքը դա մատնանշել։ Բոլոր դարերում հատուկ մատնանշվել է, որ հայ զինվորի դաստիարակման լավագույն միջոցներից մեկը, եթե ոչ ամենակարևորագույնը, եղել է հայոց ռազմապարը։ Եվ պարտադիր զինանոցում, երբ որ հայ զինվորի դաստիարակության զինանոցում կարևորագույն տեղերից մեկը եղել է ռազմապարը, որը միայն պար չէ եղել կամ խաղ չի եղել զինվորի համար։ Ռազմապարը մի քանի ֆունկցիա կատարելով կարողացել է կերտել հենց այն ռազմիկի տեսակը,
որպեսզի պետք էր հաղթանակի համար։ Նույնիսկ խրամատում, երբ արդեն գնդակների տարափը իրենց գլխավերևում զգում էր հայ ֆիդային, հայ զինվորը, նա հասկանում էր, որ գոտեպնդող, ոգեշնչող, իր ոգին տոկունություն տվող եւ իրեն անպարտելիություն ներշնչող այդ ռազմապարը շատ ավելի կարեւոր է, քան այն գնդակները, այն զգացողությունը, որ կա մարտի մեջ։ Ես սովորաբար սիրում եմ միտքը կրկնել մեր համերգների ժամանակ, ասում եմ, այս պարը մենք պարեցինք Բեռլինում, Ռայխստագի պատերի տակ, պարեցինք Շուշիում, Ղազանչեցոց եկեղեցու ներքո եւ այս պարը դեռ Լեոնիդ Ազգալյանի ասացի նման դեռ Իստանբուլում պիտի պարենք։ Եվ դուք պարեցիք Ստամբուլի օդանավակայանում։ Մենք եւ օդանավակայանում պարեցինք, պլանավորել էինք, որովհետեւ ճակատագրի հեգնանքով մենք ապրիլի 24-ին Ստամբուլի օդանավակայանից պետք է թռնեինք Իսպանիա, բայց մինչ այդ մենք պարեցինք Ստամբուլի գլխավոր հրապարակում։ Մենք չգիտեինք որտեղ է, ուղղակի այնտեղի հայերը մեզ տարան Տաքսիմ կոչվող հրապարակը, որտեղ Աթաթուրքի կիսանդրին էր, արձաններ, եւ մենք Տաքսիմ հրապարակում ապրիլի 24-ին Աթաթուրքի արձանի ներքո պարեցինք ի լրում նրա, ի բացատրություն նրա, որ թուրքը իր գործողություններում ոչ միայն չի հաջողել, ոչ միայն չի վերջացել երկրի երեսից իր գոյությունը շարունակելու առաքելության մեջ, այլ հայը դեռ պահպանում է իր հաղթողի տեսակը։ Եվ մենք գալու ենք դեռ եւ գալու ենք հաղթապարով։ Սիրելի հեռուստադիտողներ, հենց այս պահին առաջարկում եմ դիտել կայուն համույթի կատարմամբ ռազմապարեր։ Շարունակում ենք սիրելի հեռուստադիտողներ, պարոն Գինոսյան, ձեր կարծիքով որքանով է այսօր կարևոր մեր սերնդի համար իմանալ, ճանաչել եւ ինչու՞ չէ կարողանալ ապրել այդ պարերը։ Կա հավերժի մշակույթ եւ այդ ռազմապարերը մեր հավերժության խորհուրդն են։ Մենք լինելիական ազգ ենք եւ որևէ մի փոթորիկ, որևէ մի անցողիկ ազգ, որը երեք ծնվել է եւ վաղը պետք է չքանա աշխարհի երեսից, չի կարող անգամ մի փոքր խարխլել մեր լինելիության խորհուրդը։ Եվ պետք է ասեմ, որ այդ լինելիության խորհրդի մեջ իր ամենամեծ դերն ունի հայոց բանակը եւ չնայած մենք պետք է նշենք մեր բանակի 20-ամյա հոբելյանը, բայց պետք է ասեմ, որ մենք կարող ենք վստահաբար ասել, որ մեր բանակը եղել է միշտ, եղել է այնքան ժամանակ, ինչքան կա հայ ազգը եւ պետք է որ այն մշակույթը, ռազմական մշակույթը, որը եղել է հայի հաղթական տեսակի կնքումը, պիտի նաև վերադարձվի բանակ։ Ես կուզենայի, որ Նժդեյան այն ուսմունքը, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի հայ զինվորը անգամ պարտադրված ծառայող զինվորը, այն մարդը, որին զորակոչել են բանակ, իրեն իր բանակում զգա որպես կամավորագրված զինվոր։ Այդ ժամանակ իրոք մենք անպարտելի կլինենք աշխարհի ցանկացած գերհզոր պետության համար։ Մենք պարտավոր ենք այնպիսի հասարակություն ստեղծել, որտեղ արժեքները նորից կվերականգնվեն, արժեքների դեֆորմացիան, որ տեղի ունեցեն, նորից կվերագտնեն իրենց տեղերը եւ յուրաքանչյուր հայ մարդու համար մեծագույն պատիվ կլինի հայ զինվորի ուսադիրներ կրելը։ Ինձ համար մեկ իրականություն, մեկ ճշմարտություն ավելի քան պարզ է, լավ է սեփական բանակի զինվոր, քան օտար բանակի մարշալ լինելը։ Եվ ուզում եմ բոլոր երիտասարդներին կոչ անել պատվով կրել այն ուսադիրները, որը կարծում եմ նվեր է յուրաքանչյուր հայ երիտասարդի համար։ Նվեր, պարգև եւ մեծագույն պատասխանատվություն, բայց նաեւ մեծագույն շնորհ։ Շնորհակալություն, պարոն Գինոսյան։ Պատմության ընթացքում մեր բոլոր հաղթանակները, մեր բոլոր ձեռքբերումները եւ այս ամենի համատեքստում նաեւ ազգային բանակի կազմավորումը հայ ժողովրդի դիմագծի արտացոլումն է եղել, նրա անհատականության վառապացույցը։ Եկեք պահպանենք մեր դիմագիծը։ Այսօրվա համար այսքանը։ Հաջողություն։ Այսօրվա համար նախատեսել ենք այսքանը։ Մնացեք խաղաղությամբ եւ մինչ նոր հանդիպում։